Տնակը պիտի բրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չունի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջույն բոլորիս։ Այսօր կրկին անգամ միասին ենք Աստծո խոսքի շուրջ եւ մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը, որին շատ սիրում ենք, սպասվող այսպիսի հանդիպում այս հրաշք մարդու հետ։ Եվ Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք, որ միացար, մեզ ընդունեցիր հրավերը եւ հիմա միասին ենք, դա մեծ պատիվ է մեզ համար։ Այո, ինձ համար էր պատիվ է։ Շատ ուրախ եմ, որ նորից հանդիպեցինք այս հարթակի վրա եւ մեր ունկնդիրներն էլ ներկայ են իհարկե եւ փառք Տիրոջ դրա համար։ Ամեն։ Հովհաննես եղբայր, այսօրվա վերնագիրը շատ խոստումնալից է եւ այսինքն բովանդակալի շատ կարեւոր թեմա պատերազմի մասին։ Մենք գիտենք, որ պատերազմները ընդհանրապես բարի չեն լինում ըստ աշխարհիկ, այսպես ասած, տրամաբանությամբ։ Եվ բայց մենք հանդիպում ենք ավետարանի մեջ մի քանի տեղեր կան բարի պատերազմի մասին, ինչ է դա, ինչի մասին է խոսքը, ինչու բարի, չգիտեմ, ես ուզեցի հարցով ձեր նախաբանը ձևակերպեմ։ Եթե անգերս լինեմ, պիտի ասեմ, որ ես էլ չգիտեմ ինչու բարի, որովհետև իսկապես պատերազմին կոչել բարի կամ զինվորին կոչել բարի մի քիչ տարօրինակ է հնչում։ Հավանաբար պետք է նկատի առնել նպատակը բարի է։ Բարի համար, ի բարի։ Այո, ի բարին եւ ես այսպես կարծեի, որ այստեղ այս պատերազմը հաշտություն անելու պատերազմ չի։ Այս պատերազմը թշնամությունը բոլորովին վերացնելու եւ որտեղ պատերազմը երկու կողմ ունի։ Սա շատ կարևոր է եւ հետագայում մենք խոսենք այդ երկու կողմ կա, այսինքն թշնամություն կա մեկ եւ մյուս կողմի միջեւ եւ այս թշնամությունը կարող են երկուսը իրար հետ հաշտվել եւ խաղաղություն լինի, ինչպես մենք լսում ենք աշխարհում ամենտեղ այդպիսի բաներ, բայց այստեղ երկուսի հաշտությունը չի իրականում, հապա մեկի բոլորովին վերացումը թշնամության հետ միասին, այսինքն չարի վերջնական կործանումը։ Մենք սա ենք տեսնում, որին մենք ասում ենք երկրորդ մահ կամ հավիտենական կորուստ, սա է հաղթանակը վերջնական, այսինքն երբեք Աստված հաշտության ձեռք չի մեկնում սատանային, ասելով, որ արի լավ դեր չկռվենք, արի հաշտվենք, որովհետև նա ստեղծված է կորուստի համար, իր դերը կատարելուց հետո նա հավիտենական կորուստի է գնալու։ Իսկ այդ պատերազմը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ անհրաժեշտ է։ Եվ դրա մասին շատ ենք խոսել, դա անհրաժեշտ է Աստծո որդիների որոշված, որից հետո ամեն ցավ, չար, հառաչանք վերանալու է ամբողջ արարչության, ամբողջ մեջից։
Հովանես եղբայր, մի հարց էլ ունեմ, հետո մի երգ ձեր ուրեմն հեղինական երգերից մեկը կլսենք առաջին անգամ, բայց շատ հրաշք երգ է։ Հարցս այսպես եմ ուզում ձևակերպեմ, երբ որ խոսում ենք պատերազմների մասին, տերությունների, այսպես, նկատում ենք, որ երկու տարբեր տերություններ, որոնք փորձում են, ասենք, միտքը սա է, որ փորձում են գերիշխել մյուսի վրա, մեկը մյուսի վրա, եւ պատերազմը այդպես է, ուրեմն կազմակերպվում, բայց հոգեվոր իմաստով, որպեսի մեր մեծ սխալ ասոցիացումներ չլինի, սա ուզում եմ նախորդ այս հարցը տամ, մեզ երբեմն թվում է, թե չարը մի առանձին գերտերություն է եւ Աստված առանձին գերտերություն է եւ իրար մեջ պատերազմներ կան, այսպես ասած, ինչ կասես այս ուղղությամբ։ Ես ասացի արդեն այդ առանձին գերտերություն ասածը նախ գերտերություն չի, գերտերություն միայն Աստված կարող է լինել եւ նա ժամանակավոր է արդեն եթե ժամանակավոր է չի կարող գեր լինել, որտեղ Աստված ինքը հավիտենական է։ Այսինքն ենթակա է Աստծո իշխանության տակ։ Իհարկե, նա ժամանակավորապես արարված է որոշակի դեր կատարելու, իր հակառակության դերը կատարելու, որտեղ սատանան նշանակում է հակառակորդ։ Եվ երբ իր վերջնական իր գործը կկատարի, նա վերածվի բոլորովին հավիտենապես, ուրեմն այս ենք մենք տեսնում, այլևս չի լինելու ոչ չար, ոչ մահ, ոչ լաց, ոչ մահ եւ այլն, ուրեմն բնական է առումով, այսինքն ես այս երկու հաշտություն կա, բայց հաշտություն մենք տեսնում ենք օրինակ Սուրբ Գրքի մեջ հրեական մտքի եւ հունահռոմեական մտքի միջև եւ այդ հաշտությունը որ ասում է պատը քանդեց եւ հաշտություն եղավ այսինքն երկուսի միջև հաշտությունը վերջին հաշվով կենտրոնացավ ոչ մեկի մտքի ոչ էլ մյուս մտքի վրա ապա Հիսուս Քրիստոսի մտքի վրա եւ մենք Հիսուս Քրիստոսի միտքը ունենք այստեղ այդ երկու մտքերի տարբերությունը, այսինքն վերանում է կենտրոնանալով մեկ մտքի մեջ։ Այս սրա մասին չի խոսքը, սա պատերազմ չէ, սա ուրիշ բան է։ Եվ իսկ ինչ վերաբերում է թշնամության գոյության, մենք այդ մասին կխոսենք։ Շատ լավ, հիմա մի երգ առաջին անգամ հնչում է մեր եթերով, մեր սիրելի Հովանես Կիրակոսյան եղբոր հեղինական երգերից է, Սալբի քուրն է կատարում, եթե չեմ սխալվում, չէ՞, Սալբի Քելեշյան քուրը։ Եկեք ըմբոշխնենք, հետո նորից կմիանանք։ Դաղաչեմ ու գբաղատեմ իմ միակույսի ապիրտու ես դեր դադանյալ եմ դեր ցերկս բինտ պրնիչ լողալ չգիտեմ դեր գնգաղ մեր ով Իսուս պրգի ամեն հիշիր որ ես մարդ եմ դեր Մխիցարի միակ հույսս դու ես Ինչու գծածնաս անհանգիստ գլաս ով իմ անձս բացար աչքերդ ու սով Ինչու գդրդմես ու գշպոտվես ով իմ անձս ինչու գդխրես Բարձր Աստծո ամեն Հիսուսի նավամբ կանչի
Հրաշք բարեր էին, իրոք խորհուրդը շատ հզոր եւ ինձ սատիս կպավ այս բարերը նրանից խնդրիր մի փոքրիկ մաքուր ջերմ լույս ինչքան մարդ պետքա կարոտի այդ լույսին, ինչքան պետքա հոգնած լինի այդ խավարի կյանքից, ինչքան պետքա այդ անմաքուր բաներից հոգնած լինի մեկը, որ ուղղակի ասի տեր մի փոքրիկ թեկուզ, բայց այն մաքուրն եմ ուզում, այն ջերմն եմ ուզում, չգիտեմ, սա հզոր աղոտ կարա լինի, շնորհակալ ենք Հովհաննես եղբայր։ Կարծում եմ հուրին է երկում, որտեղ ձայնը ավելի իրեն է նման, շատ նման է իրար ձայներ իր։ Հետևից ձայնը, որ ամեն ասում էր, այս Սալփին է ավանում։ Հա։ Հովհաննես եղբայր, սիրով լսում ենք քեզ։ Ուրեմն ինչպես ասացինք նախաբանի մեջ, ընդհանրապես որպեսզի պատերազմ լինի, զինվորներ պետք լինեն եւ այլն, դրանց հիմքում գտնվում կա թշնամություն։ Եթե չկա թշնամություն, անհրաժեշտ չի լինի ոչ պատերազմի պատրաստության, ոչ զինվորների վարժության, ոչ մի բան, ոչ էլ իհարկե այդ բախումն է։ Դրա համար եկեք այս թշնամության վերաբերյալ երեք տեղ կարդանք, որովհետև այս առումով Աստծո հանդեպ թշնամության առումով երեք տեղ կա միայն, որ բացահայտվում է եւ այս բառը գործածված է։ Ուրեմն մեկը իհարկե ինչպես միշտ պիտի գնանք սկիզբ, այնտեղից է ամեն բան առաջանում։ Ուրեմն ծննդոց 3-րդ գլխի 15 համարն է։ Եվ ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը եւ քո սերունդի եւ նրա սերունդի մեջտեղը նա քո գլուխը ջախջախ է եւ դու նրա գարշապարը խայտես աղավասիկ առաջի անգամ Աստվածաշնչի մեջ այս թշնամություն բառն ենք տեսնում Անշուշտ դրանից առաջ մենք տեսնում ենք թշնամական վարք Կայենի եւ իր եղբոր միջև, բայց բառը չի գործածված թշնամություն։ Թշնամություն բառը գործածված է այստեղ։
առաջի անգամ եւ բնական է որ չէր կարող սա իր հետևանքը չունենալ անգամ եթե բնօրինակը խոսում է սերմերի մասին ուրեմն օծի սերմի եւ կնոջ սերմի մասին բայց սերմը սերունդ է բերում ինչպես թարգմանված է հետեւաբար հեռահար ձևով ցույց է տալիս դրա շարունակությունը եւ մենք տեսնում ենք որ այո այդպես է եւ այդ ճշնամությունը մինչեւ այսօր կա մարդկանց մեջ մարդկանցից դուրս երկիրների մեջ ընտանիքների մեջ մենտեղ անգամ բնության մեջ կենտրոնական աշխարհում թեև նրանք բնազդային ձևով են ապրում բայց նորից մեկ ապրում է մյուսի կյանքով հարձակվում են այնտեղ գազանություն կա եւ այլն անգամ բույսեր կան որ ուտում են ինչ որ միջատների եւ այլն ուրեմն ինքը երկրագունդ տարբեր աղետների աղբյուր է տեսնում ենք լինի երկրաշարժեր, լինի հրաբուխներ, լինի կարկուտ եւ այլն եւ այս անեցք ասենք, ինչ ասենք, միգուցե անիցիալ լինի ասեց Աստված, չէ, այդ մեղքի պատճառով անիցիալ լինի երկիրը։ Բնական է, որ այդ անեցքը իր մեջ թշնամությունն է առաջ բերում։ Ուրեմն առաջի անգամ այստեղ այս թշնամությունը հանդիպում ենք այստեղ։ Երկրորդը ուզում եմ կարդալ Հռոմայեցիս թղթի մեջ, Հռոմայեցիս 8-րդ գլխի, ուրեմն 7 համար։ Այսպես է ասում, որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդում եւ կարող էլ չէ։ Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Այստեղ այս նույն թշնամությունն ենք տեսնում, այս անգամ մարմնի խորհուրդ ձևակերպումով մարմնի խորհուրդ ինձ համար դա մեր անձի, մեր եսի ինքնիշխան, ինքնագլուխ, ինչպես ասում են, գործունեությունն է ավելի քան Աստծո օրենքը կամ Աստծո խորհուրդը, հոգու խորհուրդը, սուրբ խորհուրդը եւ այլն։ Ուրեմն սա ի նկատի ունի։ Այստեղ արդեն տեսնում ենք, որ այս թշնամությունը մեր մեջ է, որտեղ մեր մարմնի խորհուրդն է, այնտեղ է։ Մեր եսի այդտեղից է սկսվում պատերազմը մարմնականի խորհուրդն է այստեղ մարմին բառը բանը չի այսինքն մեր ֆիզիկական մարմնի մասին չի խոսքը բայց մարմնականի մասին է որը իր գործերը ունի եւ այլն մենք գիտենք դրա մասին եւ երրորդը որ ուզում եմ կարդալ Հակոբոսի թղթի մեջ է որի վրա մի քիչ երկար ավելի կանգնենք, որը կամփոփի այդ ասացներս, ուրեմն Հակոբոս 4-րդ գլխի 1-ից 4 համարները կարդանք։ Ասում է, որտեղից են պատերազմունքները եւ կռիվները ձեր միջումը։ Այո, գանք դրան շատ լավ։ Թշնամության մասին նաև կկարդանք 4-րդ համարում, բայց կարդանք առաջինից։ Որտեղից են պատերազմունքները եւ կռիվները ձեր միջում։ Չէ որ այստեղից է, այսինքն ցանկություններից է, որ պատերազմում են ձեր անդամներում։ Ցանկանում եք եւ չունեք։ Սպանում եք եւ նախանձում եք եւ չեք կարողանում հասնել։ Պատերազմում եք, կռվում եք, բայց չունեք։ Որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք եւ չեք առնում, որովհետև չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատնեք։ Տեսնում եք ուր է
գտնվում այդ շնացողներ չգիտեք որ աշխարհի սերը ճշնամություն է Աստծո դեմ արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել իր անձը Աստծո ճշնամիկան է ավասիկ երրորդ տեղը որ խոսում է այս Աստծո հանդեպ եղած ճշնամության մասին եւ ուղղակիորեն մեր ներսն է մատնացուցում մարմնավորին, մեր եսին, մեր այդ մեղքի բնույթ ունեցող բնության, էության։ Սա շատ կարևոր է, որ սկզբից մենք այս հիմքը տնենք, որ հասկանանք, թե մեր մեջ պատերազմը ում և ում հետ է տեղի ունենում, որտեղ ասացինք, որ ճշնամությունը երկու կողմ ունի։ Ուրեմն մի կողմը մենք տեսնում ենք, որ խոսքը գնում է մարմնավոր ուրեմն խորհրդի, մեր եսի, մեր անձի, մեր մեղավոր բնույթի և ում միջև մյուսը ով է։ Այստեղ է հետաքրքիր հարցը։ Այդ մյուսը նույն եսը չէ։ Հնարավոր չի, որ այդ նույն եսը լինի։ Այդ մյուսը Հռոմայեցիս 8-րդ գլխի մեջ շարունակության մեջ բացատրում է, այդ մյուսը հոգևորն է, այսինքն այն հոգին է, որին մենք ասում ենք Աստծո որդի, որին մենք ասում ենք վերստին ծնված նոր արարած, որի մեջ մեղք չկա, նա Աստծուց է ծնվել, մարդու կամքից չէ ծնվել, մարդու կամքից ծնվել է մարմնավորը, որ իր մեջ ունի մեղավոր բնույթ և կա վերստին ծնված Աստծո որդին, որ հոգի է։ Ես շատ եմ կրկնում սա։ Շատ կարևոր է այս մասին իմանալ, որպեսզի չխառնվի իրար այնպիսի բաներ, որոնք հետո խնդիրներ են մեջտեղ բերելու Աստվածաշնչի ըմբռնման, որովհետև կան տեղեր, կան բաներ, որ հետո մեր առջև փակուղի է լինում, մենք չենք կարողանում առաջ գնալ, աճել, խանգարում է մեր աճին։ Ինչը կարող է սա լինել։ Ես ուզում եմ այս երկու կողմը ներկայացնել մեր մեջ, որտեղ պատերազմները մեր մեջ են։ Հիմա կարդացինք, այնտեղ են պատերազմն ու կռիվները այնտեղ են։ Դրսի պատերազմները, հետագա բոլոր, ասենք, համաշխարհային պատերազմները, դրանք բոլորը սկսում են ներսից։ Մարդ արարածի ներսից։ Ինչպես մենք թշնամությունը տեսանք ծննդոցից, այնտեղից է սկսում, այնպես էլ բոլոր մնացած պատերազմները այդ մեր ներսից է սկսում, դա իր աղբյուրը ունի։ Ճիշտ է։ Հիմա այս հիմքը տնելուց հետո ես ուզում եմ ներկայացնել Աստծուն որպես պատերազմող։ Դուք գիտեք, որ գրված է Աստծո անվանակոչություններից մեկը Սաբաոֆտն է, որը նշանակում է զորած Տեր։ Սաբաոֆտ։ Զորքերի Տեր։ Զորքերի Տերը։ Ինչու է պետք զորքեր իրեն։ Ինչու է նա պատերազմող։ Ես մի քանի համարներով կարող եմ ձեզ ցույց տալ դա։ Հովհաննես եղբայր, տերերի տեր հասկացողություն էլ կա։ Սրա հետ ինչ-որ զուգահեռ բան ունի, տերերի տեր։ Հաղթանակածների որովհետև ինչպես նա իշխանության, խաղաղության տեր է կամ խաղաղության իշխան, նոր ուխտի մեջ կկարդանք Քրիստոսը կոչվում է խաղաղության տեր նաև, այնպես էլ զորած տեր է,
մենք գործ ունենք պատերազմի խաղաղություն այս երևույթի հետ, այսինքն միևնույն ժամանակ շալոմ խաղաղության աստված է եւ աստծո խաղաղությունը ձեզ հետ լինի շատ է կրկնում առաքյալը այս բաները իր նամակների մեջ, բայց միևնույն ժամանակ պատերազմող է, որ օրինակի համար տեսեք, եթե կարդանք Ելից թղթի մեջ, Ելից 15:3-ը, տեսեք ինչ ձևակերպում ունի։ Գրված է Եհովան, այսինքն գիտեք, որ Յահվե այդ 4 տառն է, հզոր պատերազմող է։ Անունը Յահվե է, Եհովա է։ Այս բացառիկ ձևակերպումը ցույց է տալիս արդեն նրա ուրեմն Սաբաոֆ լինելու զորքերի տերը եւ պատերազմող է։ Մենք Մաղաքյալ գլխի մեջ օրինակ ես ստեղ գրել եմ չէ, կներեք ոչ թե Մաղաքյալ, Սաղմոս 24-րդ գլխում 8 համարը մեզ ասվում է ով է այդ փառած թագավորը տերը զորավոր եւ ուժեղ տերը ուժեղ պատերազմի մեջ ով է մեր մեջ այդ պատերազմողի մյուս կողմը մեկը հասկացանք մեր սեփական եսն է որ մեղքի բնույթ ունի սա անհրաժեշտ է անընդհատ շեշտել այդ մեղքի բնույթը կառուցվում է մեր ենթագիտակցի մեջ ծնված օրվանից ինչպես մյուս կառույցները մեր իմացականությունը, զգացականությունը, կամքը, նրանց այսպես ասած հարդարման բոլոր էլեմենտները, տարրերը, ինչպես նաև նրանց պահպանողական կողմը, հիշողություն, երևակայություն, գիրքեր, ունակություններ, դրանք բոլորը կառուցվում են, երեխան երբ որ ծնվում է շատ է քնում, չէ, եւ պետք է քնի, այլ քնած ժամանակ կառուցվում է դա։ Հետո է գիտակցվում, հետո արտահայտվում է, երբ որ մարմինը եւ գիտակցությունը պատրաստ են այդ բաները արտահայտելու, այդ նույն միջոցին կառուցվում է նաև մեղքի օրենք կոչված այդ բնույթը, որը նաև զորավոր է, սա էլ շեշտենք։ Նրան հաղթահարել ոչ մի ձև հնարավոր չի։ Եվ ես մի քիչ հոգեբանության կողմ անցնենք։ Դուք գիտեք, որ երեխան ծնված օրվանից պատրաստվում է, բայց նա դեռ այնքան գիտակից չի, որ արտահայտի իր սեփական եսի գոյությունը, բայց գալիս է մի պահ, որ երբ որ նրան մոտեցնում ես հայելուն, ասում ես ով ես, ասում է ես եմ, երբ որ ասում է ես եմ, նա արդեն բավականին ըմբռնում ունի, դա սկսում եք արդեն 2-3 տարեկանից, անգամ 4 մինչև 4 տարեկան, նա սկսում է իր ես եմ-ը իմանալ, գիտակցել, բայց այդ գիտակցությունից հետո է սկսվում այդ մեխանիզմի գործընթացը, այսինքն նա սկսում է աշխատել, այդ ESM-ը սկսում է աշխատել կապրիզներ, տարբեր բաներ միևնույն ժամանակ այդտեղ սկսվում է աշխատել նաև եսակենտրոնությունը նա սկսում է դառնալ անգամ ագրեսիվ, երբ որ իր խաղալիքն են վերցնում, երբ որ անգամ ուրիշիններ է վերցնում, ասում ես իմն է Չէ կոնը չի, նա իրանը ունի, դու էլ կոնը չէ, ինձ, շնորհեք, ուրեմն մենք, սա մեր բնականոն նորմալ աճն է, դու չես կարող սրա դեմը առնել, եթե դու այդ գործընթացը կանգնացնես, երեխան հոգեբանորեն հիվանդ կլինի,
Ճիշտ է։ Սա բնականon նորմալ աճ է։ Եսի աճ, այո, եսի Դա պետք է լինի եւ նորմալ է։ Այսինքն իր ամեն հանգամանքներով, որքան էլ որ անհնասանդություն է մեջտեղ բերում, երբեմն ստիպված ես լինում այնպեսի արգելքներ դնել, որտեղ ինքը իրեն կվնասի։ Այդ աստիճան ծնողի դերն էլ դա է, որ այդ եսի բնականon աճի ժամանակ այնպես անի, որ այդ եսի կրակը չընկնի, բայց ինքը իր վնասի իրեն եւ մյուսներին, չէ՞, մենք դա ենք առաջի բանը, որ ուզում ենք հասկացնել, չի կարելին է։ այո։ Նա դեռ կարելին հասկանալուց առաջ չի կարելին է եւ նա այո ասելուց առաջ արդեն ոչն է ասում։ Բնականորեն, բնաստաբար ոչ։ Եվ սա բոլոր ծնողները գիտեն։ Միջև որ հասնի մի պահ, որ հանդիպի տիրոջը, ճշմարտության, որ իմանա, որ այդ եսակենտրոն անձը, որ ինքն է, եթե այդպես շարունակի, կործանում է գնալու։ Նա չի կարող բարելավվել, մենք փորձում ենք, ծնողները բոլորն էլ փորձում են բարելավել այդ եսը։ Առաջի փորձը սեփական օրինակն է, բայց ցավոք սրտի սեփական օրինակն էլ այդքան չի բարելավվել։ Երբեմն թերություններ կան եւ երեխան անմիջապես դա է կլանում։ Եվ ընդհանրապես լինի դպրոցը, լինի փորձում ենք բարելավել այդ եսը, բայց բավական է որ դուրս գա փողոց, այդ սաղ բարելավված բաները քանդվում են, որտեղ նա հանդիպում է այնպիսի բաների, որ նա էլ կա, այն չարն էլ է բարելավվում, այսինքն մենք գործ ունենք բարիի չարի այդ գիտության երկբևեռ սկզբունքի հետ, որը ըստ էության մահվան սկզբունք է, մեկը բարելավում ես, մյուսներն է բարելավվում, միասին են, եւ մենք մեր կյանքի մեջ տեսնում ենք դա։ Անկերված պտուղը քաղցր է։ Այդ ես ասածը, որի մասին ես խոսում եմ, մենք գործ ունենք մի բնույթի հետ, որի մեջ մեղքի օրենք կա, որ անգամ եթե բարին է ուզում անել, չարը կողքն է եւ գերի է բռնում նրան։ Այս ինչ խղճալի մարդ եմ ես առաքյալի հայտարարությունը Հռոմայեցիս 7-րդ գլխի մեջ։ Սա է ապացուցում։ Այո, սա մեկն է, որը թշնամի է, որը մեկ կողմն է պատերազմողի։ Մյուս կողմը ով է։ Մյուս կողմը, ինչպես կարդացինք, Աստված է։ Կամ նրա հոգին մեր մեջ, որ նույնն է, Աստված հոգի է, Աստված սուրբ հոգի է եւ Աստված է մեր մեջ, իր հոգով։ Բայց Աստված իր հոգով մեր մեջ, ծնված իր խոսքից, դա Աստծո որդին է։ Աստծո որդին է, որը ծնվում է։ Ինչ է նշանակում ծնվում է։ Որ ասում ենք նոր Արարատ։ Ես հայտնաբերել եմ, որպեսզի Աստծո հիմքը մնա հիմք, որը ասում է այն մասին, որ Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն է կրում, որ Աստված ճանաչում է նրանց, որ իրն են, նրանց, որ իրն են, սա մենք կարդում ենք երկրորդ Տիմոթեոս 2:19,
Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրն են, եւ թե ետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Երբվանից են իրենը, հարց, Առաջուց։ մենք տեսնում ենք, որ նա իրեններին ճանաչում է անգամ դեռ չծնված, դեռ բարի ու չար չգործած, նա ճանաչում էր Հակոբին, սիրում էր Հակոբին, եւ ճանաչում էր նաեւ Եսավին, բայց ատում էր նրան։ Ուրեմն Աստված ճանաչում է իրեններին, հետևաբար ճանաչում է նաեւ նրանց, որ իրենը չեն, բայց այսօր իմ թեման չէ, ովքեր որ իրենը չեն, սրա մասին չեմ ուզում խոսել, խոսում ենք իրենների մասին, Աստված իրեններին ճանաչում է, որովհետև նրանց մեջ իր DNT-ն կա, իր գենը կա, այդ գենը կոչվում է ճշմարտություն, երիկամների մեջ, Դավիթը իր ապաշխարության 51-րդ սաղմոսում փաստում է, ասում է, որ ես մեղքի ծնունդ եմ, ես մայրս ինձ մեղքով հղացավ, այո, դա իմ եսն է, այդ եսի բնույթն է, բայց դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ եւ իմաստություն ես տալիս այդ ծածուկ բաները ըմբռնելու։ Ամեն, շատ լավ խոսքը։ Ուրեմն, տեսեք սիրելիներ, պատերազմը վերստին ծնված, վերստին ծնունդը այդ գենի արտնացումն է, մեռած վիճակից, կոմայից արտնանալն է, երբ որ Աստծո հոգին հանդիպում է իրեն, երկուստեք վկայում են, որ ինքը Աստծո որդի է։ Այսա է։ Այսինքն Ոնց է մի դիտարկում, լավ, ասա հետո չընդհատեմ։ Ես մի նախադասություն կասեմ, ուրեմն թշնամությունը ոչ թե մեզնից դուրս ինչ-որ մի բանի, այլ թշնամությունը մեր մեղավոր բնույթ ունեցող էգոիզմի եսի եւ Աստծո գենի, որ Աստծո որդի է, դրանց մեջ է եւ դա տեղի է ունենում այս արմենի մեջ։ Ամեն։ Եվ որ մարդը վերստին ծնվում է։ Կարող ենք ասել, եթե ընդհանուր բովանդակությունը դիտարկենք, ինչ որ հասկացա, կարող ենք ասել, որ վերստին ծնունդի փաստը, որ հասկանում ենք, որ մենք վերստին ծնված ենք եւ որդի ենք, անպայման փաստը սա է, որ պատերազմ պետք է լինի մեր մեջ, այսինքն հակառակություն մեղքի դեմ, մարդու բնույթի դեմ, մի հատ բան կա, որ նկատում ենք, որ այդ հակառակությունը կա, սա պարտադիր պայման է, այսինքն, եթե չկա պատերազմ, եթե հաշտված ենք, համատեղված ենք մարդկային բնույթի, հին բնույթի հետ, նշանակում է կամ վերստին ծնված չենք, կամ չգիտեմ, ինչ կարելի է դրան, կամ իրենը չենք, այսինքն այդ պատերազմը փաստ է, նա ապացույց է, ցուցիչ է, ես դա հասկացա։ Ամեն, որովհետև մենք ունենք նաև հաղթելու բնույթ, ում ենք հաղթում, հիմա ուշադրություն դարձրեք, Հիսուսը առաջ որ նախքան իր քահանայապետական աղոթքը, նա մեզ ասում է այդ հաղթության մասին, տեսեք Հովհաննես 16:33 այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, ուրեմն խաղաղությունը մենք հիմա
հետո խոսենք խաղաղության մասին։ Ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհումը նեղություն կունենաք։ Սա ոչ միայն խոսում էր, որ այո, պետք է հալածվեն Քրիստոսի անվան համար նեղություն, ինչպես ինքը ունեցավ, եւ ինչպես առաքյալն է ասում, նեղությունը կրի, ինչպես ես որոշ տարգման ասել, ինչպես ես կրում եմ, այնպես էլ դու կրի, Տիմոթեոսին է ասում, բարի զինվորի նման, Քրիստոսի բարի զինվոր, Քրիստոսի բարի զինվոր, Հիսուս Քրիստոսի նշանակում է զորապետը Հիսուս Քրիստոսն է, Հիսուս Քրիստոսն է պատերազմողը, մենք զինվորներ ենք, եւ այստեղ Հիսուսը նախքան որ այդ բաները առաքյալը իր որպես հայտնություն մեզ ասի, ինքը ասում է աշխարհումը նեղություն կունենաք, բայց քաջացեք կամ քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ձեր ասում ես չեմ ուզում իմ ախոզը երբ է հաղթել, ինքը հաղթել է, ինքը հաղթական է ի սկզբանե եւ այս հաղթությունը, որ իրենն է, Աստծո որդու հաղթություն է, այն վերստին ծված Աստծո որդին, որ մեր մեջ է վերստին ծնունդով, նա այս հաղթությունը ունենում է որպես Աստծո որդի, ինչպես Քրիստոս հաղթեց, նա հաղթել է, այդ հաղթությունը Աստծո որդին ունի։ Կարամ մի հարցել տամ կներես Հովանես եղբայր, դու շատ լավ ես խոսում հաղթության մասին, սա ես վստահ եմ, որ այդ Աստծո գենի բերած գիտակցությունը նա չի ճանաչում պարտություն, այսինքն երբ որ դու ասում ես հաղթանակել, նշանակում է մի բան, որը պարտություն չի, բայց հնարավոր է որ պարտվի, բայց միևնույնն է նա հաղթական մտածելակերպ ունի, հաշտ չի այդ պարտության հետ, միևնույնն է պայքար ունի դրա դեմ, ինչ կասես։ Այո, իհարկե, այնի համար է Աստված ծեծում իր սիրելի որդուն, չէ, որպեսզի նրան շտկի, կներեք, բայց քանի որ որդի է, նա կարիք ունի դաստիարակի, նա կարիք ունի շտկվելու եւ այլն իր աճի ընթացքում, երբ որ երեխայից պիտի հասնի որդեգրության հասակին։ Սա մենք խոսել ենք, մենք գիտենք, որ սա գործընթաց է։ Սա այնպես չի, որ կամ այստեղ կամ այնտեղ, այդպես չի, սա դինամիկ գործընթաց է, նա մեր լույսի մեջ քայլելն է, մեր ասպարեզ վազելն է, մեր աճի Քրիստոսի հասակին հասնելու աճի գործընթաց է եւ այլն։ Ինչու՞ չէ, բարի պատերազմ պատերազմելն է, ընթացքը կատարելն է, հավատքը պահելն է։ Դա առաքյալը ինչու է այս մասին ասում։ Ոչ թե ասում եմ կատարյալ եմ կամ հասեր եմ, ապա հետինները թողած նկրտում եմ դեպի այն նպատակին, սա ինչ է, ընթացք է։ Եվ ես ժամանակին, որ երկու իրականության գրքույկ էի գրել, ես ցույց էի տալիս, որ ունենք մեր վիճակը, այսինքն այս մարմնի մեջ էս երկրագնդի վրա, եւ մեր դիրքը Քրիստոսի մեջ, հավատքի դիրքը, եւ խնդիրը այն չէ, որ բացառապես մենք վիճակի մեջ ենք կամ մենք դիրքի մեջ ենք, այդպես չի։ Մենք մեր վիճակից գնում ենք դեպի մեր դիրքը, սա գործընթաց է, հոգեվոր կյանք է կոչվում սա։ Անհրաժեշտ է սա իմանալ։ Հետևաբար, ուրեմն քանի որ կա հաղթություն, անգամ եկեղեցիների մակարդակով հայտնության գրքի մեջ մենք տեսնում ենք, որ վերջում միշտ ասում են նա որ կհաղթե։ Սա չի նշանակում, որ մեր այդ մեղավոր բնույթ ունեցող եսը սկսում է ինչ-որ հաղթություններ ապրել, ոչ։ Մեր մեղավոր եսի տեղը խաչն է, մեռնելն է։ Այս ձևով է, որ Աստծո որդին, որ մեր մեջ է, նա հաղթում է։
Հաղթում է ինչպես։ Բա մերցնում է այդ եսին եւ փոխարինում է նրան։ Նա չի գալիս այդ մեղավոր բնույթը բարելավելու, ոչ, փոխարինում է։ Ամեն։ Եվ այս ձևով, թեև մենք կարդում ենք, որ ձեր մեղքերը լվացվում են Հիսուս Քրիստոսի արյունը, բայց Հիսուս Քրիստոսի արյունը լվանում է մերցնելով։ Մահի խնդիրը կա, եթե ոչ խաչի քարոզչությունը ունայն կլիներ։ Առաքյալը շեշտում է, որ խաչի քարոզչությունը ամենակարևորն է, որովհետև այդ խաչի քարոզչության մեջ է այդ մեղավոր բնույթ ունեցող եսի մահը։ Քանի նա կենդանի է, եղբայրներ քույրեր, Աստծո որդի կոչվող գենը գերության մեջ է։ Աստծո որդի գենը գերության մեջ է մեր սեփական մեղավոր բնույթ ունեցող եսի ձեռքը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ ասում, որովհետև ես շատ եմ մտածել, թե ինչ ձևով կարելի է ներկայացնել սա։ Ոչ թե մեր եսն է գերի, մեր եսը գերի չի մեղքին, մեր եսը մեղքի բնույթն է արդեն։ Աստծո գենն է գերի այս մեր մարմնականի եսի իշխանության տակ, իսկ եսի վրա սատանան իշխանություն ունի։ Ինչու, որովհետև ոտքի տեղ ունի, ընդեղ մեղքի օրենք կա։ Այդ պատճառով նա կարողանում է եսին իշխել, որտեղ եսը այդ բնույթը ունի։ Այդ պատճառով է, որ եսը պետք է խաչվի Քրիստոսի հետ։ Իսկ Աստծո որդին պետք է ապրի Աստծո որդու հավատքով։ Այս մարմնի մեջ, այս անգամ մարմին որպես ֆիզիկական մարմինի նկատի ունեմ։ Ես այս վերջերս մի հետաքրքիր տեսարան տեսա, Հովհաննես եղբայր, ուզում եմ այս խոսքիդ վրա սա վկայեմ, ասֆալտ էր, շատ հաստ ասֆալտի շերտ, եւ նկատեցի, որ ճաքել էր այս ասֆալտը եւ մի հատ ցողուն էր դուրս եկել։ Ցողուն, որ այսինքն փչես կկոտրվի, բայց ինչ ուժ ուներ իր մեջ, զարմանալի է, եւ սա օրինակ է, վառ օրինակ է, ինչ ուժ ուներ իր մեջ, որ կարողացավ ճեղքել այդ հաստ ասֆալտի շերտը եւ դուրս գալ։ Սա իրոք շատ հզոր միտք տվեց եւ այսօրվա թեմային շատ համահունչ է։ Սա զարմանալի բան է դա։ Ոնց որ թե մոլեկուլյար մակարդակի վրա է տեղի ունենում դա։ Ոնց որ թե ասֆալտն էլ ասում է բարով եկար, ու ճամփա է դա։ Հնազանդում է։ Ես չեմ կարող մտածել այդ ուժը։ Այո, եւ վերստին ծնված Աստծո որդին դրանից ավելի մեծ ուժ ունի, որովհետեւ Աստծո զորությունը կա։ Հալելույա։ Այդ զորությունն է, որ կարողանում է ջախջախել մեղավոր բնույթ ունեցող մեր եսը, մերցնել նրան եւ նրա բնույթի փոխարինողը լինել։ Աստծո բնույթը հաղորդակից լինել Աստծո բնույթին, ոչ թե մեր եսը մնում է եւ հաղորդակից է լինում, ոչ։ Նա մեռնում է եւ Աստծո բնույթը փոխարինում է, այդ ձևով է հաղորդակից լինում։ Շատ ուշադիր պետք է լինենք մենք մեր այդ եսի բնույթին, որովհետև նա շատ խորամանկ եւ ամեն բան պատրաստ է միայն թե չմեռնի։ Այս տեսակ բնույթ ունի, բայց եթե նա չմեռնի, Աստծո գենը գերության մեջ է, գերությունից չի ազատ։ Տեսնում եք ինչքան կարևոր է։ Հետևաբար թշնամությունը այստեղ Աստծո որդու եւ մեղքի բնույթ ունեցող մեր եսի միջև է։
Բայց սա սկսվելու է վերստին ծնունդով, որովհետև առանց վերստին ծնունդի չկա պատերազմ։ Այն մյուս կողմը դեռ կոմայի մեջ է։ Նա պետք է հարություն առնի։ Սա է գաղտնիքը, որ ես ուզում եմ այսօր հաղորդել, որքանով կարողացա չգիտեմ, բայց հուսով եմ, որ նրանք, ովքեր սիրում են Աստծո խորքերը, որտեղ Աստծո հոգին քննում է Աստծո խորքերը, Առաջի Կորինթացիս 2-րդ գլխում կարդում ենք, եւ այս խորքերը մեզ բերում են այդ եզրակացության։ Աստված խաղաղության Աստված է, միևնույն ժամանակ պարադոքսալ է թվում, ինչպես ասացի, խաղաղության Տերը միևնույն ժամանակ պատերազմող եւ զորած Տեր է։ Այո, այդպես է։ Հենց այդպես է։ Որովհետև այդ վերջնական խաղաղության հաղթանակը տեղի է ունենում այդ թշնամուն ոչնչացնելով, նրան հավիտենապես կորուստի ենթարկելով։ Ամեն։ Հետևաբար, եթե մենք փորձում ենք մեր եսը համենայնդեպս պահպանել, ասելով շատ միամիտ մի խոսք, որը ես չեմ ասում, որ ասում եմ, որ սխալ է, բայց սովորություն դարձած շատ բաներ կա։ Ասում ենք, մենք պետք է Աստծուն թույլ տանք, որ այս անի կամ այն անի։ Մտածեք, եղբայրներ քույրեր, այդ ով է Աստծուն թույլ տալու, թույլ տանք, որ ինքը մտնի մեր սիրտը։ Ով պետք է թույլ տա։ Եսը երբեք թույլ չի տա, որովհետև դա նրա մահն է, եթե թույլ տա։ Ով է թույլ տվողը։ Թույլ տվողը Աստծո որդին, Աստծո գենն է, որ երբ որ ճշմարտությունը լսում է, դուռը բացում է։ Թակոցը լսում է, ով որ լսի եւ դուռը բանա, սկզբից լսում է, իսկ մենք գիտենք ովքեր են լսում, ճշմարտությունից եղողներն են իրեն լսում։ Այո։ Ով որ ճշմարտությունից է, նա է ինձ լսում։ Ով է այս ճշմարտությունիցը, Աստծո գենն է, ճշմարտությունը երիկամների մեջ, դու սա ես սիրում Տեր, սա է քո սիրելի որդին։ Ամեն։ 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 Ես շատ խտացված, ինչպես միշտ ես մի տեսակն եմ, բայց իմ աղոթքը հետևյալն է, որ մեր սիրելի քույրեր եղբայրները թարմ, ավելի սենց մի քիչ ջուր, այդ ջեր մի փոքրիկ թարմ ջուր, մի փոքրիկ մաքուր լույս, ինչ որտեղ սովորական դարձրած ճահճաճած վիճակի մեջ մի քիչ ստապվեն եւ տեսնեն, որ ինչ հորիզոններ կան դեռ բացահայտելու, աճելու, մեծանալու, մեր Տիրոջը սիրելու եւ նրան նմանվելու։ Ամեն, ամեն, փառքեստեր։ Սա է կարևոր։ Ամեն։ Եվ վերջում կուզեի ասել, որ Փիլիպեցիս կարդանք այդ տեղը շատ հետաքրքիր է, Փիլիպեցիս տեքստի մեջ առաքյալը ասում է, Փիլիպեցիս 1:27-ից 30 ասում է, միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ եւ թե հեռու լինեմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ եք մեկ հոգով եւ մեկ շունչով պատերազմեք ավետարանի հավատքի համար։ Սա էլ արդեն ոչ թե անհատին է դիմում, հապա այդ պատերազմող անհատներով կառույցին, ժողովքին, եկեղեցուն։ Զինվորների մի ամբողջ Ուրեմն սիրելի եկեղեցի,
եկեղեցական եսը թշնամի է, բայց եկեղեցու Աստծո որդու բնույթը հաղթում է նրան եւ պատերազմ կա, ես համարձակվում եմ ասել, որ կոչ եմ անում եկեղեցիներին իրենց սեփական հարանվանական եսը ճանաչել եւ տեսնել նրա թշնամությունը եկեղեցին էգոիստ չի կարող լինել եկեղեցին սեփական ես ունենալ չի կարող քանի որ եկեղեցու մեջ եղող անդամները իրենց սեփական եսը չունեն նրանք ամեն բան խոսքով թե գործով ինչ էլ որ անում են մեկ անուն կա որով անում են իրենց զորապետի պատերազմող եւ հաղթող արդեն հաղթած զորապետի անունով մի ասեք գիտեք ես բապտիստ եմ ես պենդեկոտիստ եմ ես ադվենտիստ եմ ես եմ են եմ եւ այլն եթե դուք ինչ որ ուղղության եք պատկանում դա դեռ ոչինչ չի նշանակում դուք Աստծո որդի եք եւ սա Աստված տեսնում է ճանաչում է իրեններին ճանաչում է դուք իրենն եք ինքն էլ այդ պատերազմողն է որ հաղթում է ուրեմն իմ կոչը հետևյալն է որ եկեղեցին գիտակցի որ իր սեփական եսը իր թշնամին է եւ պատերազմը այդ սեփական եսի եւ Աստծո որդու անունով եւ նրա բնույթը ունեցող վերստին ծնված Քրիստոսի որպես առաջնեկ եղբայրների ժողովքն է նրա եղբայրների այս ձևով է որ մենք մեկս մեկ չենք դիտում որպես առանձին եսեր սա էլ է պայքարի մի բան պատերազմել է պետք եկեղեցու մեջ միմյանց տեսնել որպես Աբրահամի ես, Հովանեսի ես, Պողոսի ես եւ այլ ոչ չկա այդ եսը այդ եսով չենք մկրտվել այդ եսի անունով չենք մկրտվել Սուրբ Հոգով մկրտվել ենք մեկ մարմին լինելու համար այդ մեկ մարմինը մեկ անուն ունի մեկ Հիսուս Քրիստոսի հարսն է իքական կողմն է նույն անունն է կրում կինը իր ամուսնու անունն է կրում Ձեր սեփական անունները մոռացեք։ Ամեն։ Եթե ուզում եք պահպանել, պահպանեք, բայց իմացեք, որ հաղթություն չի լինի։ Այո։ Հաղթություն կլինի, երբ այդ թշնամու դեմ պայքարում են եւ զորապետի դրոշի ներքո Հիսուսի անունով դրոշն ճշմարտության դրոշն է, որ բարձր պիտի պահենք։ Նրանով հաղթում են։ Ամեն։ Նրան ով ստության աղբյուր է, ստության հայր է, նա է ստեղծում այդ բոլոր տեսակի բաժանություններ, չգիտեմ այնտեղ անուններ, այս գլոբալ գիտակցություն է պետք այսօր մեզ վերևից նայել, Աստծո աչքերով նայել այս ինչ որ ունենք Եվ հիմքը միշտ պահպանենք, չմոռանանք Աստծո հաստատ հիմքը, որ կանգնած է եւ կնիք ունի, կնքված է, Սուրբ Հոգով կնքված են նրանք, ովքեր որ իրենն են, նա ճանաչում է, այնպես էլ ճանաչում է իր կնքված եկեղեցին, որտեղ ինքն է կառուցում այդ եկեղեցին, ինքը գիտի Ուր է, ով է, Ամեն ուստի հայտնության բոլոր ժամանակաշրջանների մեջ, երբ որ ասում են նա որ կհաղթի, իմ աղոթքը եւ կապակն է, որ անհատներից սկսած եւ անհատներով
կառուցված այդ եկեղեցիները բոլորն էլ հաղթողն են։ Ամեն։ Որովհետև իմանալով, որ նա արդեն հաղթել է։ Ամեն։ Բայց բարի զինվորը իր նեղությունները կրում է, իհարկե, եթե պիտի պայքարես պատերազմ է, զինվորը էլ մոռանում է իր աշխարհային գաղափարները եւ այլն, նա իր զորապետին հաճույք պատճառելու համար է։ Ամեն։ Հաճելի։ Սա ենք կարծում, որ առաքյալը մեզ խորհուրդ է տալի։ Ուրեմն պատերազմը բարի է, զինվորն էլ բարի է, որովհետև նպատակը բարի է։ չարի վերջնականապես ոչնչացումն է։ Այդ պատճառով է բարի, որտեղ չարի վերջնականորեն ոչնչացման հաղթության համար է։ Ամեն։ Ամեն։ Այսքանը եղբայրս Տերը Հովանես եղբայր, այսօրվա խոսքիդ այս ամբողջ բովանդակությունը ինձ ինչ սովորեցրեց, ինչ հասկացա, որ նախ պատերազմը, երբ որ մենք խոսում ենք պատերազմի մասին, երբեմն մեր մեջ ասոցացվում է այսպես, որ մենք ում վրա ձեռք դնենք, պիտի բժշկվեն, դևերը պիտի փախնեն, չգիտեմ, դիվահարները պիտի ազատագրվեն, այո, ամեն, բայց ես հասկացա սա, որ նախ մեր մեջից հասկացում պատերազմը, մեր ներքին ինքնության մեջ, որտեղ մենք հաղթանակներ ենք տոնում, դա խոսացիր եւ վերջաբանդ այսպես վերջացավ, մենք միասին մեկ դարձած, այսինքն եկեղեցին, որոնք անձնական իրենց կյանքում հաղթանակներ են տոնել, հաղթանակներ են վայելում եւ իրանց միաբանությունը կարա եղանակ փոխի անգամ երկրի մեջ, որտեղ Հիսուս ասեց, եթե իմ անունով հավաքնենք, իսկ դա ինստիտուցիոնալ հարց է։ Մենք շատ սիրում ենք Հիսուս Տեր, քո անունով ենք անում, սա ենք անում, քո անունով սա ենք անում, բայց իրականության մեջ իր անունովը նշանակում է մարդ, որ արդեն իր եսի համար, իր եսով չի ապրում, իր կյանքով չի ապրում, այլ այն սերմը, որ իր մեջը նա զարգացել է, զարգանում է, զարգացել է եւ հաղթական կյանքեր ապրում եւ դրանց միաբանությունը կարելի ասել ամենավտանգավոր բանն է խավարի համար։ Խավարը սրանից է դողում։ Եվ ասեմ, որ դեռ դեֆիցիտ կա սրա, բայց ես վստահ եմ, որ Աստված իր գործը անում է, շարունակում է, վստահ գնալու է առաջ, եկեղեցին պիտի հաղթանակած լինի։ Եվ կուզեի վերջում սա ասել, երբ որ տերերի տեր, այս գաղափարը կա, թե հին ուխտի մեջ նաև Աստված որպես տերերի տեր, միշտ մտածել եմ, լավ, այդ տերերը ովքեր են, ինքը տեր է, բայց տերերը ովքեր են, հետո ես եկա այս եզրակացության, որ դա մենք ենք, նրանք ովքեր հաղթել են, ովքեր իրավիճակները տիրապետության տակ են վերցրել, այն խոսքի այն Աստծո գենի տիրապետության տակ, դու դառնում ես տեր, դու դառնում ես իրավիճակների տեր, եւ քո տերը ինքն է, այսինքն Աստված տերերի տեր, սա շատ հետաքրքիր է եւ իրոք շատ օրհնված եմ, Հովանես եղբայր, Տեր օրհնի քեզ շատ, եթե կոչ ունես արա եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Եղբայր, ինքան բաներ կա ասելու, որ ժամանակը չի բավարարում, բայց իրոք ուզում եմ, որ տեսնենք այս խաղաղության իշխանը, միևնույն ժամանակ զորած իշխանը, զորած տերը, խաղաղության տերը եւ զորած տերը։ Ես այստեղ չգիտեմ, մոտ մի 30-40 համարներ եմ գրել, որոնք չկարդացի։ Բայց ուզում եմ ասել, որ այս մեր տերը այդ մի խոսքով նախքան որ աղոթի իր քահանապետական աղոթքը նա սա հանձնարարեց, ասեց, որ նայեք խաղաղությունը իմ մեջ է, Աստծո որդու
բնույթի մեջ է խաղաղությունը, մեր եսի մեջ չէ։ Ամեն։ Եսի մեջ չէ, այդ եսը, այսինքն այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այդ եսը աշխարհ է։ Նա չի Աստծո խաղաղություն։ Իմ խաղաղությունս է, իմը ով է, Աստծո որդին է։ Այդ խաղաղությունը ունենում ենք, որովհետև ինքը հաղթել է։ Իր հաղթական բնույթը նույն Աստծո որդին է, նա հաղթական է, այստեղ է մեր խաղաղությունը։ Ամեն։ Որ երբեք չենք վախենում, առաքյալը ասում է, կներեք մի քիչ երկարում է, բայց առաքյալը միտեղ մեզ ասում է, որ մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթի չարին։ Զարմանալի բան է, որ բարիով, բարի պատերազմի ոգով, որպես բարի զինվոր, բարի սերմով, բարի սերմով, հաղթիր ում, հաղթիր այդ չարին, որը մեր եսի մեղավոր բնույթն է։ Ամեն։ Այ նրան հաղթելով գնում ենք առաջ։ Հաղթելն էլ նրա մեռնելն է։ Մեռնում է, մինչև վերջնականորեն մեռնի գնա։ Այսպես։ Ամեն։ Ամեն։ Տերը թողորի։ Աղոթենք։ Մեր սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ ենք այս առավոտվա համար, քո խոսքի համար, որ այսքան ցանկալի եւ գնահատելի է մեզ համար։ Երախտաբար այդ խոսքի համար, որովհետև մեզ համար կյանք է։ Ամեն անգամ, որ այդ խոսքը կարդում ենք, մեզ համար հարազատ, ոնց որ մեր տանը լինենք, մեր տանը մեր հոգին եւ սիրտը կապված է քո խոսքի հետ, որովհետև նրա ծնունդ ենք, այդ խոսքի ծնունդ ենք, ուրիշ հարազատություն չունենք, ուրիշ պատկանելիություն չունենք, մեր համապատասխանությունը այնտեղ է։ Շնորհակալ ենք այս խոսքի համար, որ դու տալիս ես, դուր որ ցանվի համապատասխան տեղ եւ առաջ բերի այն ինչի համար որ ցանվեր է դեր, որպեսզի դու քո որդիներով ուրախ լինես, որտեղ ամեն մեկ որդի, որ ծնունդ է առնում, ամեն մի վերստին ծնունդի համար ամբողջ երկինքն է ուրախանում։ Դեր սա է քո ուրախությունը, դուր քո ուրախությունը քո բոլոր զավակներին, որ ուրախանան եւ շարունակեն ավետարանի պատերազմ, շարունակեն, որպեսզի այդ սերմը բոլոր քեզ պատկանող որդիներին գտնի եւ նրանց հարություն տա, նրանց արթնացնի եւ նրանց բերի այս բարի պատերազմի մեջ, որ անհրաժեշտ է, չենք կարող խուսափել, Տեր, շնորհակալ ենք, որ դու ես Փրապետը, շնորհակալ ենք, որ դու քո պատվիրներն ենք կատարում, որպես բարի զինվոր, ինչ որ ասում ես, մենք դա կանենք, Տեր, շնորհակալ ենք, առաջնորդիր մեզ դրա համար, քո Սուրբ Հոգով, որ բնակություն է հաստատած մեր մեջ, առաջնորդիր եւ այդ զորությամբ գործիր քո կամքիդ համեմատ, ինչպես որ դու ուզում ես եւ միայն քո փառքի համար, Տեր։ Ամեն։ Ամեն Տեր։ Վաու, շատ հրաշալի էր, շատ հաճելի էր, շատ զորավոր էր, քաջալերող էր, բժշկող էր, առաջ տանող խոսքեր եւ շարունակենք մեր պայքարը, սիրելի քուրեր, եղբայրներ։ Եթե անգամ ընկել ես, եթե անգամ ինչ-որ ձևով պարտություն ես կրել, համաձայն մի եղիր այդ պարտությանը, ցույց տուր, որ Տիրոջ գենը քո մեջ է, գոնե մատը չարժի, ասա ես համաձայն չեմ, մի բան ասա, որովհետև այդ գենը ինքը պարտություն չի հասկանում, վեր կաց եւ շարունակիր քո ճանապարհը, միևնույնն է, եթե դու վստահ ես Տիրոջ եւ Աստծո խոսքով քայլես, հաղթությունը քոնն է լինելու, որովհետև մեր Տերը հաղթել է, ինչպես մեր Հովհաննես եղբայրը մի քանի անգամ հիշեցրեց, նեղություններ կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին, ալելույա, վայելիր այդ հաղթանակը, Աստված տվել է, որ դու թույլ է տվել, որ դու լինես զինվոր, որ հաղթանակի բերկրանք վայելես, եւ ամեն այդ բերկրանքի ժամանակ
մի նոր երկրպագությունը պաշտամունք պիտի ծնվի քո մեջ, իրական, օրգանիկ պաշտամունք, այնպես որ շարունակում ենք միասին քայլել առաջ Հիսուսի անունով։ Տեր օրհնի Հովհաննես եղբայր, սիրում ենք քեզ շատ, շուտով նորից կհանդիպենք և կշարունակենք այս հրաշալի թեմաները, որ Տերը քեզ տվել է։ Սիրելի բարեկամներ, այսպիսին էր մեր եթերը, սիրում ենք ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։